Ապրիլի 2-ից մեծ էկրան է բարձրացել «Լուսավորիչ առաջին քրիստոնյա պետություն» ֆիլմը, որը պատմում է հայոց պատմության բեկումնային շրջանի որպես պետական կրոն քրիստոնեության ընդունման մասին։ Իմ զրուցակիցն է Ռուսաստանաբնակ հայ գործարար ու բարերար Արթուր Սողոմոնյանը, որը ֆինանսավորել է ֆիլմը։ Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սողոմոնյան, սկսենք նրանից, թե որն է մեր պատմության այս կարևոր դրվագին անդրադառնալու հիմնական պատճառը, դուք ինչ եք կարծում, կա արդյոք զուգահեռ այսօրվա իրականության ու այն մարտահրավերների միջև, որոնց միջով անցնում էր Հայաստանը քրիստոնեության ընդունման նախաշեմին։ Մենք կարող է այդքան հաճախ չենք մտածում մեր արմատների մասին, բայց ինձ թվում է, որ այդ ամենակարևորն է մեր եւ կյանքում, եւ մեր մշակույթում, առանց դրա մենք երևի չենք լինի այնտեղ, որտեղ որ այսօր ենք գտնվում ու երևի չենք լինի հայ։ Բայց բացի դրանից ես կուզեի նշել, որ հայերը ոչ թե միայն առաջի քրիստոնյան ազգն են, որպես պետական կրոն, այլ եւ նա, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային քրիստոնեությունում։ Ու մեր կինոները, դա նախագիծ է, դա մի կինոնկար չի, լինելու է 6 կամ 7 կինոնկար, ու մենք ուզում ենք պատմենք հենց նրա մասին, ինչքան են ոնց են հայերը ազդել հենց համաշխարհային քրիստոնեության վրա, որովհետև այն որտեղ որ այսօր մեր բոլոր աշխարհը գտնվում է, շատ երևի առաջնահերթ ազդեցությունը հենց հավատն է, հենց կրոնն է։ Այսօր աշխարհում ամենատարածված եւ որպես մարդկանց մեջ եւ պետությունների հետ իհարկե քրիստոնեությունն է, ու դա շատ մեծ նշանակություն ունի ամեն մեր բնակավարների վրա, ու չերը գիտեն ինչքան մեծ ներդրում են հայերը արել հենց այդ process-ում, ինչքան օրինակ Հոլանդիան, Բելգիան ընկել է հենց հայ արխիեպիսկոպ Սերվատիուս, նույնը վերաբերում Ազիայում այգին պետություններ, Պարագվայը, Սինգապուրը, ես կարծում եմ, որ հետաքրքիր կլինի դիտել, որտեղ ես օրինակ շատ նոր բաներ իմացա ու իմ համար իրոք դա շատ հետաքրքիր է, ու երբ որ մենք սկսեցինք զբաղվել այդ նախագիծով, մենք չէինք կարծում, որ տենց խոր ու հետաքրքիր թեմա է, որտեղ Բնական մենք պլանավորում ենք 3-4 կինոնկար նկարանել, բայց մի տեսնում ենք, որ կարող է եւ 7-ի մեջ են կարա տեղավորվենք։ Ինչ փուլում են մյուսները, պարոն Սողոմոնյան։ Շուտով դուրս է գալու երկրորդ կինոնկարը, ես հուսով եմ մենք հասցնենք ցուցադրել այդ մայիսի վերջ, կոչում է Վարդան Նամիկոնյան, որտեղ հայերը ոչ թե միայն որպես առաջի քրիստոնյա ազգին հայտնի, այլ մենք եւ պայքարում ենք մեր քրիստոնեության համար։ Ինձ թվում է դա շատ կարևոր թեմա է, մանավանդ այսօր դուք ճիշտ ասեցիք, եւ մենք սկսել ենք այդ նախագիծը 2-3 տարի առաջ, մենք շատ բաներ չենք պատկերացնում, բայց իմ կարծիքով շատ կարևոր է, որ հենց հիմա մենք այդ թեմաների մասին խոսում, տեսնելով ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ կոնկրետ առաջին քրիստոնյա պետություն ֆիլմի ստեղծման աշխատանքներում ինչպիսի թիմ է եղել ներգրավված, արդյոք միայն հայեր են եղել ներգրավված, հետաքրքիր է։ Բոլոր կինոները ես նկարահանում եմ պրոդյուսերսկի կամպանիայի հետ, որը կոչվում է Partner Film, որի ղեկավարը Տիգրան Մանասյանն է, եւ իմ կարծիքով շատ տաղանդավոր ռեժիսոր Վահե Վարդանյան։ Այդ կինոն առաջի կինոն կոչվում է Լուսավորիչ, ձեր ասած, արդեն մենք ցուցադրում ենք կինոթատրոնում, բավական է լավ անցնում, ես թվերը տեսնում եմ, մարդիկ հետաքրությամբ են գալիս, դիտում ընտանիքներով, ինձ թվում է շատ կարևոր է, որ եւ երեխեք իմանան մեր պատմությունը, մեր ժառանգությունը, որտեղ դա է մեր հարստությունը այսօր, մեր ազգի հարստությունը եւ ամեն մեկի, եթե լուրջ մտածենք այդ թեմայի մասին։ Այդ առաջի կինոն չի, որ մենք իրար հետ նկարահանում ենք, մեր մոտ եղել է մարշալների մասին, սերիալ 5 հայ մարշալների մասին, էլի շատ լավ անցել ոչ թե միայն Հայաստանում, այլ եւ Ռուսաստանում։ Մինչև այդ մենք ցուցադրել ենք Արտավաս երկրորդ կինոն անցած տարի, էլի ինձ թվում է բավական լավ անցավ։ Էլի ունենք հիմի օրինակ վերջացնում ենք կինոն Տիգրան Մեծ, ինձ թվում է դա հետաքրքիր կլինի մեր ժողովրդին, մեր ազգի, որովհետև կրկնեմ
իմ կարծիքով դա երևի մեր ամենակարևոր, մեր ամենամեծ հարստությունն է։ Որտեվ ուրիշ բաներ կարա գա գնա կորցնես, բայց այդ մեր ժառանգությունը, մեր պատմությունը միշտ մեր հետ է։ Ֆիլմը եռալեզու է, հետաքրքիր է, որն է այն հիմնական ուղերձը, որը ցանկանում եք տեղ հասցնել օտարալեզու լսարանին։ Գիտեք, մեր ազգը նենց ստացվեց, որ մեծամասնությունը ապրում են Հայաստանից դուրս։ Ու մենք պլանավորում ենք դա ցուցադրենք ոչ թե միայն Հայաստանում, ճիշտ նշեցիք, եւ քաղաքներում, եւ քաղաքի դուրս գյուղերում անպայման բոլոր տեղ որտեղ որ կա հայություն, բայց դրանից բացի եւ Ամերիկայի նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ հայ դիտողների արչեւ եւ արտասահմանցիները, օրինակ մենք այսօր արդեն ունենք կոնտրակտներ Իտալիայից, Գերմանիայից, հեսա մի քանի օրից մեր խումբը մեկնում է Ֆրանսիա, Կաննի ու այնտեղ կոնտրակտներ են կազմում ու շատ մեծ հետաքրքրություն է այդ թեմային։ Այսօր գիտեք, շատերն են դրա մասին մտածում ու իրանց հետաքրքիր է։ Մենք երբ որ կինոն նկարահանում ենք, մեր գլխավոր նպատակը նա է, որ դա լինի շատ ազնիվ, շատ դաստավերնի պետք է ֆակտերով ու խոսացողները ձգտում ենք որ լինեն ոչ հայ ազգի, այլ հենց տեղի մարդիկ, տեղի երեցականները, իրանք այնքան են պատմում, որ մենք հազիվ ենք փորձում ենք տեղավորենք մի կինոյի մեջ, որտեղ մատերիալները շատ են, շատ էմոցիոնալ ու մարդիկն են ջերմ են ընդունում այս թեման, որտեղ իրոք ինձ թվում է այսօր այդ երևի ամենակարևոր բանն է ոչ թե միայն Հայաստանում, այլ բոլոր երկրները հիմի մտածում են իրանց մշակույթի, իրանց արմատների մասին ու փորձում են այդ տարածեն։ Ու այն որ հայերը տենց մեծ լումա ունեն ու տենց կապված են բոլոր համարյա թե պետությունների հետ, որտեղ որ այսօր քրիստոնյա որոնք որ այսօր քրիստոնյա պետություն են, դա իրոք շատ հետաքրքիր է ու մենք կարող ենք դա օգտագործել, ոնց որ այսօր ասում են փափուկուշ, ինձ թվում է դա մեր ամենաուժեղ փափուկուշն է։ Նման ֆիլմ նկարահանելը նաև մեծ դժվարությունների հետ է կապված, կարծում եմ, պարոն Սողոմոնյան, կցանկանայի իմանալ ստեղծագործական ամենամեծ մարտահրավերը որն է եղել։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է թիմը, խումբը, որտեղ մեր այս ֆորմատը մի քիչ յուրահատուկ է։ Դա ոչ գերվաստական է, ոչ դոկումենտալ, ոնց որ միջին, մի կողմից մենք ցույց ենք տալիս դոկումենտալ կադրեր, որ մարդիկ իրականությունը տեսնեն, ոնց է դա լրիվ աշխատել, բայց պատմական կադրերը մեր մոտ դերասաններ են խաղում ու գերվաստական է, ու դա էլ իր հետաքրքրությունը ունի, ոնց որ նոր ֆորմատ ենք ստեղծել, բայց տեսնում ենք, որ դա հաջողակ ֆորմատ է, շատ լավ արձագանքներ է այդ կինո դիտելուց հետո, ու մենք գոհ ենք, ինձ թվում է այդ ֆորմատը իրան արդարացնում է։ Պարոն Սողոմոնյան, դուք տարիներ շարունակ ներդրումներ եք անում պատմական ֆիլմերի գրականության, մշակութային նախագծերի մեջ, կցանկանայի խոսեիք մի փոքր, թե որն է այն գլխավոր նպատակը, որը հետապնդում եք նման նախագծերով։ Գիտեք, ես մենակ չեմ, մենք ունենք շատ լավ մեծ թիմ, ստեղծել ենք հայագիտական ինստիտուտ, կոչվում է Գրիգոր Նարեկացի հայագիտության ինստիտուտ, որտեղ որ այսօր արդեն ունենք 10 հոգի շատ իմ կարծիքով ուժեղ հայագետ, հետաքրքիրը նա է, որ մեջներից մեծամասնությունը հայ չեն ազգությամբ, բայց լուրջ հիմնական են ու շատ լուրջ են թեմայով։ Մենք գրքեր ենք հրատարակում, օրինակ այսօր մենք արդեն 50-ից ավել նախագիծ ունենք ու այսօր երբ որ մենք ձեր հետ խոսում ենք, մեր մոտ նոր հանդեսա, նոր գիրք, որը կոչվում է ռուսերեն ասեմ, որտեղ ռուսերենը թարգմանած, կոչվում է Завершение геноцида Ататюрк 1915-1923 год։ Քչերը գիտեն, Կեմալը շարունակել է գենոցիդը մինչև Կոտաները Կիլիկյան ու գիտեք ոնց է նենց թեմա է, որ ինձ թվում է մենք պետք է անպայման մինչև վերջ ուսումնասիրենք, որ չկրկնվի։ Բայց բացի դրանից մենք ունենք մի քանի հետաքրքիր նախագծեր մեր հայ ազգի շատ հայտնի, ասենք թե մարդկանց մասին, մենք հիմա վերջացնում ենք օրինակ Նոբար Պաշայի մասին, Լորիս Մելիկով, Լևոն Կիլիկյայի Լևոն առաջին
արդեն տարածում են գրքերը Ադմիրալ Իսակովի եւ Մարշալ Բագրամյանի մասին, Ծովմոն Թելերյանի, ունենք չեմ բոլորը չեմ ուզում ձեր ժամանակը շատ խլեմ, բայց իմ կարծիքով համ շատ հետաքրքիր են, ես հələ ինչքան տարածել ենք, ոչ մի հատ դաժե ոնց ասեմ, նենց նեյտրալ օձիվ չեմ լսել, բոլորը հեասած են, որովհետեւ գիտեք ոնց մեր գլխավոր նպատակը նա է, ելի կրկնեմ, որ այն ինչ որ մենք անում ենք, պետք է անի շատ կներեք հայերեն, ոնց է ռուսերեն դաստավերն է, մեր բոլոր գիտնականները իրանք արխիվներում են, ամեն գիրքը ունի երևի մի 400-ից 500 հատ տարբեր դոկումենտ, որի հիման վրա մենք այդ ամեն գործերը անում ենք ու դրա համար մենք ունենք եւ ապանիենտ, որը որ ստուգում է ու հաստատում է, որ բոլորը ինչ որ այդ գրքի մեջ էական են, իմ կարծիքով շատ կարևոր է, որովհետեւ գիտեք, այսօր մեզանից կողանում են մեր պատմությունը, մեր ժառանգությունը, ու ես ոնց որ կարող եմ դրա դեմ պայքարում եմ։ Բայց իհարկե առաջնահերթ ես ուզում եմ, որ հենց մեր ազգը այսօր իմանա այդ իր բոլոր ակտիվ ոնց որ կարելի ասել մեր պատմությունը, ժառանգությունը, ցավոք սրտի սովետական վաղ դրա մասին քիչ էին գրում ու շատ կան տարբեր ֆակտեր, որ մենք չգիտենք։ Հիմա երբ որ ուսումնասիրում ենք, ուղղակի պրոստը շոկի մեջ ենք, էլի հեացած ենք, ոնց են հայերը նույնիսկ պայքարել, օրինակ այսօրվա գրքի մեջ մենք դրա մասին պատմում ենք ցեղասպանության վաղ։ Անցած տարի մենք հրատարակեցինք գիրք, որը կոչվում է «Воспоминания о детстве и сиротстве» Գառնիկ Բանյան։ Ես շատ կարդալ այդ գիրքը, գիտեք ինչի մասին է, ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունում նրանք որոշեցին փոքր երեխեքին 5-ից 10 տարեկան հավաքեն մանկատները, որ դարձնեն թուրք եւ տղաներին եւ աղջիկներին, որովհետեւ հայերի բանը սերունդը համարվում էր շատ ուժեղ ուժ ունեցող։ Ու ամենամեծ մանկատունը գտնվում էր Անտուրայում, այսօրվա Լիբանանայի տարածքում, որտեղ որ 1100-ից մինչև 1300 երեխա էին գտնվում, ու ամենազարմանալին նա է, որ այդ 3.5-4 տարվա մեջ ընդամենը մի հոգի փոխեց կրոնը, դարձավ մուսուլման։ Մնացածը պայքարում էին, հանում էին։ Այդ գիրքը հրատարակվել է տարբեր պետություններում, օրինակ 2015 թվականին Ստենֆորդի համալսարանը Ամերիկայի 15000 տիրաժով այդ գիրքը տպել է, հրատարակել է ու լրիվ ծախվել է։ Շատ կարևոր թեմա է ու բոլորը ուսումնասիրում են ոնց 5 տարեկանից մինչև 10 տարեկան երեխեքը պայքարում են իրանց կրոնի համար, չեն վախենում։ Այդ տարիքում երեխեն, ով որ անցել է ցեղասպանություն, ով որ կորցրել է իր մոտիկ բարեկամներին, իրոք ոնց որ միանգամից հասունանում է, դառնում է մեծահասակ, ու ամենակարևորը վախ չկա մեջ, որտեղ ինքն ինձ բաներ է տեսել։ Ու այն ինչ որ իրան վախացնում են, ինքը չի վախենում, պայքարում է։ Դա շատ նենց հետաքրքիր ու կարևոր ֆակտ է, ես կուզենայի, որ հայերը կարդան են գիրքը, ուսումնասիրեն, որ ես օրինակ երկրորդ անգամ եմ կարդում, որտեղ ինձ այդ գիրքը դուխ է տալիս։ Ու ես կարծում եմ, որ դա կարա մեծ օգուտ բերի մեր ազգին։ Եվ շատ տպավորիչ է ինչ որ դուք պատմում եք, պարոն Սողոմոնյան, կցանկանայի իմանալ որն է ձեր կարծիքով ամենակարևոր դասը մեր պատմությունից, որը այս նախագծերով հանդիսատեսին, ընթերցողին եք ցանկանում հասցնել։ Մի հատ այնց ասացված կա, եթե թույլ տաք, ես ռուսերեն կասեմ, կոչվում է традиция это не поклонение пеплу, а передача огня։ Մենք հենց դա ենք փորձում անենք։ То есть երբ որ մենք ուսումնասիրում ենք օրինակ ցեղասպանությունը, խոսքը չի գնում միան մեր ջրբախտությունների մասին, այլ խոսքը առաջնահերթ գնում է հերոսների մասին, որոնք որ պայքարում են, օրինակ Վանի ինքնապաշտպանը կամ այն թափի ինքնապաշտպանը, այնտեղ ուղղակի զարմանալի բաներ են կատարվում, որտեղ որ հայերը պայքարում են, ու բոլորը գիտեն օրինակ Մուսալերի 40 օրվա այդ պաշտպանություն, չնայած մենք մի նոր գիրք ենք հրատարակում, Մուսալերում պայքարը տևել է 53 օր,
ու շատ հետաքրքիր ֆակտը նրանում է, որ դեղ ապրում են 6,500 բնակչություն այդ գյուղում Մուսալերում, երբ որ թուրքերը եկան ու համոզում են, որ մարդիկ տեղափոխվեն, ասում են կարակ ձեր հետ ոչ բան չվեկալենք, մենք ուղղակի դες կտանենք, կտեղափոխենք ուրիշ տեղ, 1500-ը հավատաց իրանց, ու այդ մարդիկ բոլորը կոտորվան, մեջներից ոչ ոք սաղ չմնաց, իսկ մնացած դեղ 4,500 հոգի պայքարում են 20,000-անոց թուրքական բանակի դեմ, որից 4,000-ը փրկվան։ Այդ նրա մասին է, որ ցավոք սրտի մեր ազգը, եթե ուզում է ապրի, պետք է անպայման պայքարի։ Դա է մեր պատմությունը դրա մասին է ասում, ու ինձ թվում է այդ նշանակություն չունի, այս դարում, անցած դարում կամ հաջորդ դարում մենք բոլորս տեսնում ենք, որ այսօր մեր ապրելու կյանքի համար, որ լավ ապրենք, մենք պետք է պայքարենք։ Մեր տեղը ոչ ոք դա չի անի։ Դրա համար այդ գրքերը ես ոչ թե միայն պատմության մասին է, դա կարելի ասել մեր ազգի եւ կյանքի մասին է, սովորացնում է դու։ Երբ որ կարդում ես որոշ գրքեր, ասենք թե մենք ունենք նախագիծ, որը որ կոչում է մենք մեր հզոր հայերի մասին, ամեն գրքից հետո դու ինչ որ ուզում ես մի բանով այդ մարդկանց նմանվես, որտեղ իրոք մենք ունեցել ենք շատ հզոր անձնավորություններ, պետք է այդ չմոռանանք, ուսումնասիրենք, ու պահենք, որովհետև հենց դա է մեր հարստությունը, հենց դա է մեր ազգի պատմությունը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սողոմոնյան։ Ձեզ շնորհակալություն, շատ հաճելի էր։ Հիշեցնեմ, իմ զրուցակիցն էր Ռուսաստանաբնակ հայ գործարար ու բարերար Արթուր Սողոմոնյանը։